Սահմանային իրադրությունը ես գնահատում եմ հարաբերական կայուն, այո, կարակոսներ հնչել են, հնչում են, բայց դրանք նպատակային չեն, թիրախային չեն, այն կարակոսները, որոնք կոնկրետ թիրախավորում են, դրա մասով մեր պաշտոնական լրահոսը գերատեսչության ինքը տեղեկատվություն տալիս։ Իսկ նպատակավորն է, ինչ նպատակ է հետապնդում պաշտպանության նախարարն ասել, վերջի կրակոցը Ադրբեջանը պատճառաբանել է, որ ինքը չէ, ով է։ Միանշանակ ադրբեջանական կողմը կպատճառաբանի, որ ինքը չէ, բայց իրականում իրենք են, այո։ Իսկ նպատակները, որ տալիս եք նպատակներ, առաջին կարակող կողմը ավելի լավ կիմանա իր նպատակները։ Իսկ մեր անում եք, պարոն Ասելյան։ Ոչ կավատա։ Իսկ մեր գնահատականով նպատակները միանշանակ, եթե հակառակ կողմից կարակոսներ են արձակում, դրանք եւ մեր զինծառայողների վրա հոգեբանական ճնշում գործադրելու, սահմանային բնակության վրա նույնպես ճնշում գործադրելու, բայց փաստն այն է, որ մենք դրան ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մեր բնականոն ծառայությունը եւ իրադրություն հարաբերական։ Պատերազմի նման լինեն։ Ինչ ենք անելու, պարոն Ասելյան։ Այսինքն ուշադրություն չենք դարձնում։ Հիմա այս որ հարց պատասխան։ Ուշադրություն չեք դարձնում, այսինքն եթե 44 օրյա պատերազմի պատկեր ունենանք, ինչ է լինելու։ Դուք ճիշտ չհասկացաք իմ պատասխանը, ուշադրություն չեն դարձնում, դա չի նշանակում, որ Հայաստանի զինված ուժերը չեն շարունակում իրենց առջև դրված խնդրի կատարումը, մենք շարունակում ենք հետախուզության վարումը բոլոր ունեցած ուժերով եւ միջոցներով եւ սահմանային խորհուրդներում հակառակորդի կողմից ոչ մի նմանատիպ սադրիչ քաղաքականության գործողություններ չկան։ Իսկ դուք եք վստահ, որ պատերազմ չի լինելու եւ լինելու է խաղաղություն, ինչպես պնդում է վարչապետը։ Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիսանում է նաեւ ի պաշտոն է զինված ուժերի համար գերագույն հրամանատար, այնինչ որ Հայաստանի Հանրապետության վարչապետը հնչեցնում է, ուրեմն բավականին հիմքեր ունի, դա հնչեցնում է։ Պարոն Ասելյան, ցանկությունների պետքան վերածել են գնացուցակի, այսինքն ըստեյության մենյուում։ Եթե ինչ-որ մեկը գիտնական, ինչպես պարոն Քոչարյանի տղան օրինակ գիտնական է, բանակից ազատվել է, ինչ-որ մեկը գնացուցակի նայի եւ որոշի այսքան ամիս կվճարի, այս հայրենիքով է պաշտպանելու։ Զինվորական ծառայությունից ազատվելու համար կա օրենսդրություն, համապատասխան օրենքներ, որտեղ շեշտված է ովքեր են ազատում։ Իսկ դուք կողմ եք այն օրենքին, որ հիմա քպական պատգամավորն է ներկայացնում գումարով ազատվել, եւ արդյոք սա չի նշանակում, որ այն կոռուպցիան, որի մասին նաեւ ՔՊ-ից բարձրաձայնում է նույն պատգամավորը, հնարավոր չէ այդ կոռուպցիայի դեմ փաստորեն պայքարել եւ դա բերվում է օրինականության դաշտ։ Այո, կառավարության նիստում քննարկման ընթացքում պաշտպանության նախարարը, մեր գերատեսչության ղեկավարը ներկայացրել է տեսակետ եւ այդ տեսակետը միայն պաշտպանության նախարարի տեսակետը չէ, դա ամբողջ գերատեսչության ղեկավարության տեսակետն է, այդ թվում նաեւ հիմա գումարով ազատվողները շատ են, պարոն Ասելյան։ Դուք ձեր որդիներին կհամաձայնեք փողի դիմաց առաջիկայում հանձնաժողովի կազմով կլինի քննարկում այդ օրինագծի մասով եւ մենք լրացուցիչ քննարկումների արդյունքում պաշտպանության նախարարի միջոցով մեր գերատեսչության տեսակետը կներկայացնենք այդ կոռուպցիան շատ է, պարոն Ասելյան։ Կոռուպցիան շատ է բանակում։ Լսեք, ես կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից չեմ, ես գլխավոր շտաբպետն եմ, այո, լինում են դեպքեր, երբ այս կամ այն կարգի զինծառայողները, սպաներ, նաեւ պայմանագրային հիմունքներով ծառայող այլ զինծառայողներ փորձում են կոռուպցիոն քայլերի գնալ, ռիսկերի գնալ, իսկ մեր պարտքն է, մեր պարտականությունն է, որպես դա արմատախիլ անենք։ Հիմա այս նախագծին դուք կողմ եք թե դեմ։ Նախագծի անկեղծ ասեք։ Ձեր հարցին պաշտպանության նախարարը առաջիկայում Պապիկյանը ասել է, որ այնքան էլ չի առարկում այդ նախագիծը։ Ինչքանով է ճիշտ այդ ինֆորմացիան։ Լսեք, մենք որպես զինված ուժերի ղեկավարներ, ղեկավար կազմ, մենք շահագրգռված ենք, որպես զինված ուժերը համալրվեն առողջ, բանիմաց, կրթված զինծառայողներով, այսինքն քաղաքացիներով, իսկ գլխավոր շտաբի պարտքն է այդ համալրած զինծառայողներին ուսուցանել, շարունակել կրթելը, նրանց պատրաստել, ներդաշնակել եւ պատրաստ լինել մարտական խնդիրների կատարմանը։ Իսկ այս նախագիծը հակառակ դրան գործի, եթե ընդունվի։ Առաջիկա կառավարության
նիստում հանձնաժողովի կազմով պաշտպանության նախարարը բազմաթիվ փաստարկներով կներկայացնի Պարոն Ասրյան, ես իշխում